Բարձր սա դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա, դեկոնստրուկցիա գծիկ, ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, որտեղ մենք զբաղվում ենք քանդել հավաքելով, երբ արդեն տեղյակ եք ով որ նայել է գիտի ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք, մենք վերցնում ենք մեր հանրության մեջ տարածված տարբեր պատկերացումներ, ինքնին պարզ թվացող ճշմարտություններ եւ պնդումներ եւ այլն եւ փորձում ենք հասկանալ դրանց մեջ ինչ որ բան կա թե չկա, այսինքն այդ քանդում ենք, նայում ենք մեջը բան կա թե չկա, եթե ինչ որ բան կա, փորձում ենք նորից այսպես ասած հետ հավաքել, վերակառուցել, այստեղից էլ ռեկոնստրուկցիա անվանը այդ մասը, ռեկոնստրուկցիա, առաջինը դեկոնստրուկցիան է, այսինքն քանդել է, իսկ եթե տեսնում եք մեջը բան չկա, խորհուրդ ենք տալիս ուղղակի այսպես ասած դեն նետել աղբարկը եւ մոռանալ այդ ինքնին պարզ թվացող ճշմարտությունների մասին։ Ուրեմն մենք արդեն մի քանի այդպիսի թեմա խոսել ենք դրա մասին, այդ գիտեք տարածված պնդումը դե մենք փոքր ազգ ենք, փոքր պետություն ենք եւ դրանից բխող ուրեմն բաները խոսել ենք այդ մյուս տարածված պնդման մասին, դե դարերով պետություն չենք ունեցել դրա համար, այսպես է մեր վիճակը, դա ենք փորձել վերլուծել եւ մենք հասել ենք մի հատ ուրիշ հատվածի մեր խոսակցության, որտեղ խոսում ենք պայմանավորվել ենք խոսել այն պատկերացումների, պնդումների եւ այսպես էլի ճակերտավոր ճշմարտությունների մասին, պետք է ստուգենք ճշմարտություն են թե չէ, դրա համար եմ ասում ճշմարտությունների, որոնք միգուցե sense համընդհանուր տարածում չունեն, բայց որոշակի խավի մեջ, ինչ որ ես պայմանական կոչում եմ առաջադիմական խավ, այսպես իրան ինքն իրեն ավելի մնացածից ավելի կրթված, ավելի առաջ գնացած զգացող այդ խավի մեջ տարածված պնդումներն են էլի հանրային թեմաների վերաբերյալ բնականաբար մեկի մասին խոսեցինք, երբ որ պնդում են, ասում են այդ մահ կամ ազատություն կարգախոսը մեր տունը քանդեց, երկու հաղորդում թե նույնիսկ երեք խոսեցինք, տեսանք որ ոնց որ թե տակաբան չկա, այդ պնդումը ոչ մի բանի վրա հիմնված չի, ոչ մի միջազգային փորձ դա չի հաստատում եւ սովորական այդպես անհիմն ընդհանրացում է եւ հիմա հաջորդին ենք անցնում էլի մի հատ շատ տարածված այդ հենց առաջադիմական խավում հատկապես, բայց ընդհանրապես էլ լայն տարածում ստացել է, գիտեք, այդ ոչ մի թիս հողը այսպես հեգնանքով, ասենց ասած, ասելու այդ բանը, այդ ոչ մի թիզական նույնիսկ եզրույթը, որը կարողացան հաջողությամբ ասենց մտցնել ու մեխել նույնիսկ մեր հանրային ընկալման մեջ, որ դա վատ բան է, որ կան ինչ որ գիժ ոչ մի թիզականներ, որ դրանց մի խոսքով յանը տարած է, որ դա շատ սխալ է եւ ռացիոնալ, ճիշտ, ուրեմն քաղաքականությունը, սթափ քաղաքականությունը չի կարող այդ սկզբունքով առաջնորդվել եւ որ այդ սկզբունքից էլ էլի շատ վնասներ են կրել եւ շարունակում ենք այսպես ասած կրել, դրանից պետք է ազատվել եւ հակառակ ուրեմն, բայց որն է հակառակ սկզբունքը չգիտենք, ճիշտն ասած, ենթադրվում է ինչ որ մի հակառակ սկզբունք կա, որտեղ եթե դա այդքան վատն է, պետք է լինի դրա հակառակը հակառակ սկզբունքներով ուրեմն առաջնորդվել։ Գիտեք, չպատմեմ դրա մասին եւ էլ եմ ասում, կարողացել են բավականին հաջողությամբ սա ասենց ամրապնդել, որ ոչ մի թիզականը մարգինալ, ինչ որ շատ ասենց ասենք քյարթու հետամնաց ոչ ռացիոնալ ինչ որ մտածողություն է։ Ի սկզբանե իհարկե մտցրել են այդ այսպես կոչված այդ միֆական Ղարաբաղյան հարցի կարգավորում, Ղարաբաղյան հարցի լուծում այդ կոնտեքստում, ինչու միֆական մենք դրա մասին մեր պայքար շարքում մանրամասն բավականին խոսել ենք, եթե պետք լինի այստեղ նույնպես հետո առիթ գուցե լինի էլի անդրադառնանք դրան, բայց հիմա հղում եմ անում մեր պայքարին, այդ կոնտեքստում է ուրեմն դա առաջ մղվել, բայց իրական դա ոչ ոք արդեն չի հիշում։ Մարդիկ, որոնք կրկնում են ոչ մի թիզական, որպես տենց հեգնալի վատ բան, իրենք չեն հիշում այդ կոնտեքստը, դա տենց ընդհանրացված է, անկախ Ղարաբաղյան այդ հարցից էլ, ինքը համարվում է այդպես այդիմ ասած հեգնելի քյարթու հետամնաց սկզբունք կամ մոտեցում, դիրքորոշում, ոչ մոդայիկ, այսպես ասած, ոչ առաջադեմ, ոչ սազական կրթություն ունեցող եւ որոշակի տես բան ունեցող մարդու։ Իմ համար ամենաապշեցուցիչը դրանից սկսեմ Ղարաբաղյան մասով, թե որքանով Ղարաբաղյան ուրեմն այդ խնդրի մասով ինքը ճշմարիտ եղել կամ ոչ ճշմարիտ, սա առանձին կխոսենք, հիմա դա մի կողմ ենք թողնում, վերցնում ենք որպես սկզբունք ընդհանրացված, անկախ Արցախի հարցից, որտեղ էլ եմ ասում, ինքը անկախ դրանից գոյություն ունի, արդեն ամրապնդված է հանրային գիտակցության մեջ, սովորաբար մենք սկսում ենք մեր խոսակցությունները, վերլուծությունները ավելի ցենց պատմական համեմատություններով եւ այլն, բայց այս անգամ տենց չենք անում։ Մի բան ասեմ, իրենք էլ ուրեմն պատմական համեմատություններ
այս թեզի կողմնակիցները սիրում են անել, չգիտես ինչի շատ են սիրում Տիգրան Մեծին հետ գնալ համեմատել, այ Տիգրան Մասն էլ զիջեց, Տիգրան Մեծն էլ զիջեց, Մասը հանուն ամբողջի եւ այլն, սրան էլ առանձին կանդրադառնանք, հիմա դրան չեմ անդրադառնում, ուղղակի հիշատակեցի, որ հետո բան անենք, ոնց որ ցած էջանիշ տնենք, բայց էլ եմ ասում, ինձ այս տվյալ կոնկրետ թեմայի մեջ, հակառակ իմ սովորության, որ սկսում են պատմական համեմատություններից կամ լայն կոնտեքստից, նախ եւ առաջ սկզբունքն է հետաքրքիր եւ ապշեցնում է, որ մարդիկ, որոնք այդքան էնտուզիազմով սա քարոզել են ու շարունակում են քարոզել, իդեպ ես հիշում եմ պատերազմից հետո էլ, որը իմ համար լրիվ ապշեցուցիչ էր, արդեն ըստ Արցախի հարցել չկար, բայց մեծ մի հատ կոնֆերանս էին կազմակերպել, եթե չեմ սխալվում նաև պետական այդտեղ բան կար, ոնց որ կամ մերձ պետական մարմինների sense ասած մասնակցություն կար կամ կազմակերպել էին հենց իրանք, այնպես մեծ էլի թեմայով այդ մասը ամբողջի դիմաց, թե ոնց են ասում, հա, մասը զիջենք հանուն ամբողջի, այդ ոչ մի թիզականությունը, ինչքան վատ բան է, մեծ մի հատ ինչ-որ բան էին կազմակերպել ու շարունակվում է, այս մտածողությամբ շարունակում են ապրել, ինձ ապշեցնում է, որ այդ մարդիկ, այդ էնտուզիաստները հատկապես այդ գաղափարի, դեռ մի կողմ թողնենք ուղղակի տենց ավտոմատի վրա կրկնող են, չեն հասկանում ինչ են անում եւ ինչ է հետևում իրենց խոսքից, ինչ է հետևում, ինչ սկզբունք են իրենք իրականում, տենց հեշտ ու հանգիստ ու տենց վստահ քանդում, առանց մտածելու դրա շատ պարզ երկու քայլանի, ոչ թե բարդ ինչ որ, շատ պարզ երկու քայլանի հետևանքների մասին։ Էլ եմ ասում անկախ այս դեպքում ժամանակավորապես այս դեպքում անկախ դեռ Ղարաբաղյան թեմայից ընդհանրացված որտեղ ինչ բան է ի վերջո այդ ոչ մի թիզը, այդ ոչ մի թիզը այլ բան չի, քան եթե միջազգային իրավունքի լեզվով ասենք, տարածքային ամբողջականություն սկզբում ուրիշ բան չի։ Ուղղակի ավելի պարզ sense լեզվով ասած, ավելի ժողովրդական լեզվով կամ ավելի կենցաղային լեզվով կամ ավելի քարոզչական լեզվով, այդ ոչ մի թիզը այլ բան չի, քան տարածքային ամբողջականություն։ Պատահական չի, որ պետությունները միջազգային իրավունքում այդքան այդ տարածքային ամբողջականությունը շեշտված է այդ անտեր մնացած սկզբունքը, որովհետև պետությունների համար ոչ թե կարևոր է, այլ առաջնային է պետություն որևէ պետության համար, ընդհանրապես պետություն երևույթի համար, ինքնիշխանության համար, առաջնային է իր տարածքային սահմանումը եւ առաջնային է, որ իր տարածքը ամբողջական է, այսինքն ցանկացած, ասած թիզ այդ տարածքի կարևոր է եւ մտնում է այդ ամբողջականության մեջ, եթե դու սկսում ես այդ թիզերը, ասենց ասած, կասկածի տակ դնել այդ տարածքային ամբողջականությունից ոչ մի բան չի մնում, քանդվում է այդ սկզբունքը, որտեղ այդ սկզբունքի մեջ հենց դա է շեշտված, որ ամեն թիզը իմ տարածքն է եւ այդ թիզերից ոչ մեկը ես չեմ կարող եւ չեմ պատրաստում զիջել եւ դա ոչ միայն այսպես ասած ուժի այլ միջազգային իրավունքի սկզբունքն է, որտեղ եթե ես սկսեմ զիջել, ես որպես պետություն կսկսեմ փլուզվել, ես որպես պետություն չեմ իմանա ես ով եմ, չեմ ունենա սահմանում, չեմ ունենա սահմանել, դրա համար էլ այդքան կարճած են այդ սկզբունքից պետությունները բոլորը ուզում են իրենց տարածքային ամբողջականությունը սահմանված եւ պաշտպանված ունենալ հենց այդ պատճառով, որտեղ պետությունը սկսվում է այդտեղից, ինքնիշխանությունը սկսվում է այդտեղից, սեփական տարածքի ամեն միլիմետրը պաշտպանելու, ապահովելու, սահմանելու կարողությունից այդտեղից է սկսվում։ Ինչու են դրանք երկուսը կապված, հիմա մեկը կարող ասի, հա լավ, դե հասկացանք տարածքային ամբողջականություն, հասկացանք այդ ոչ, բայց դե այդ մի թիզը ինչ է, մի պուճուրիկ հող թեկուզ որ զիջվի, հանուն չգիտեմ ինչ որ համընդհանուր բարօրության կամ հանուն այդ պետության գոյության, դրա մեջ ինչ վատ բան կա։ Դե տեսեք, բարձ է գործնականում, պրակտիկայում, իհարկե պատմության մեջ պետությունները, պարտություններ կրելով կամ այլ ինչ որ նույնիսկ մեկ կամ չգիտեմ այլ մեծ ինչ որ բաների ազդեցությամբ, ուժային գործոնների ազդեցությամբ, իհարկե ստիպված են եղել, հիմա էլ ստիպված են եւ ստիպված են լինելու միշտ ինչ որ մի բան զիջել, հա, տարածքային առումով, բայց միևնույն է, սկզբունքը հենց դրա համար ամրապնդված է այդ սկզբունքի խնդիրն է, ինչու, որովհետեւ այդ թիզ երևույթը դե ինքը բնականաբար սահմանելի չի, ինչ բան է այդ թիզը, երբ որ դու սկսում ես արդեն ասել, լավ, ոչինչ, թիզը կամ չգիտեմ մասը կարող եմ զիջել ամբողջի դիմաց, հասկանալի չի,
դրա սահմանը մինչև որտեղ եւ ով է սահմանում, ինչ է թիզը կամ ինչ է մասը, որը դու, չգիտեմ, հանուն ամբողջի կարող ես զիջել, այդ սահմանումը անհնար է տան։ Այսինքն, օրինակ, ասենք, ինչ որ մի անբնակելի փոքրիկ տարածք է այդ թիզը, չգիտեմ, այն ժամանակ հիշում եք, ասում են, չգիտեմ, քանի հեկտար, որ 2016 թվին զիջեց։ Այդ է թիզը։ Մի հատ գյուղա կամ մի քանի գյուղա թիզը, թե դա արդեն թիզ չի։ Թե կարող է նաև ինչ որ փոքրիկ քաղաք է թիզը, ոնց ես դու սահմանում եւ հասկանում, որտեղ է բացնում թիզը եւ սկսվում, այսպես ասած, ոչ թիզը, որտեղ է վերջանում այն մասը, որը դու պատրաստ ես հանուն ամբողջի զիջել եւ որտեղ, ասենք, որտեղից է ինքը սկսում, ինչքանն է, դա անհնար է սահմանել բնականաբար եւ որովհետեւ պետություն չի կարող դնել, ասենք, չեմ, օրենսդրորեն սահմանել, որ օրինակի համար ջերմուկի դիրքերը դրանք, որոնք հիմա զբաղեցրած են, օկուպացված են թուրքերի կողմից, Ադրբեջանի թուրքերի կողմից, դրանք թիզ են, իսկ օրինակ ջերմուկ քաղաքը թիզ չի։ Ո՞վ է դա սահմանել, օրենքում չես կարող այդպես բան գրես։ Պաշտպանության դոկտրինում չես կարող նման բան ամրագրես։ Ասենք, չգիտեմ, քաղաքականապես չես կարող նման բան հայտարարես։ Եվ մնում է այդ անորոշությունը, որտեղ դու մի հատ ճեղք ես բացում, թվում է թե շատ ռացիոնալ բան ես ասում, հա, էլի դե հիմա մի հատ թիզ է, մի հատ սար է, մի հատ, չգիտեմ, լիճ է, մի հատ դիրք է, մի հատ անապատ է, զիջենք, բրցնենք, բայց այդտեղից սկսվում է մի հատ ճեղք բացվել, որտեղ դու չգիտես, իսկ որտեղ է դա ավարտվում։ Այսինքն նույն էլի ջերմուկի հիմա ջերմուկցիները թող ինձանից չնեղանան, օրինակով ենք ասենք բերում, հիմա ջերմուկը եթե գրավում են, մենք դա զիջում ենք կամ հաշտվում ենք դրա այդ հանուն ամբողջի, իսկ եթե վայոց ձորն են ամբողջվեցնում, որտեղ է այդ սահմանում չկա եւ չի կարող տալ եւ մարդիկ, որոնք այդ հեգնական վերաբերմունքը ամրապնդեցին մեր հանրային գիտակցության մեջ այդ ոչ մի թիզականության հանդեպ, իրանք փաստորեն այդ փոսը փորեցին, որտեղ Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը իրենք փաստացի դրեցին այդ կասկածի տակ դրեցին, որովհետև հասկանալի չի, իսկական եթե ոչ մի թիզականը դառել այդպես հեգնելի բան, հասկանալի չի, իսկ ինչի օրինակ մենք պետք է չգիտեմ, օրինակ դիրքերը մինչև վերջ պահենք։ Եվ այստեղից գալիս արդեն պաշտպանության խարխլումը, որտեղ երբ որ դու պետությունը մարդուն, ասենք, չգիտեմ, զորակոչիկին կամ թեկուզ կամավորականին, զինվորին, կռվողին ուղարկում է կռվի դաշտ, ինքը գնում է եւ ինքը այդտեղ իր կյանքն է դնում, իր առողջությունն է դնում, իր ամեն ինչն է դնում, բայց դու իրան ասում ես, գիտես ինչ, դե կռվելը կռվի, բայց եթե չկարողանաս ոչինչ, մենք մասը կզիջենք ամբողջի դիմաց, ոչինչ, այդ թիզը ոչինչ, այստեղ պաշտպանություն երևույթը խարխլվում է միանգամից, որովհետեւ մարդը պատրաստ է թեկուզ իր կյանքը դնելու, բայց ինքը պատրաստ չի անորոշության դիմաց իր կյանքը դնելու եւ եթե դու իրան նախապես ասում ես նահանջի ճանապարհ կա, հա ինքը sense տնես գիտի, որ եթե ինքը պարտվի նահանջի տարբերակը կա, բայց եթե դու իրան նախապես ես դա արդեն գծում, ասում ես ոչինչ, լավ, դե հիմա կստացվի, չէ, վերջ, պրծավ պետության պաշտպանությունը այդտեղ։ Այսինքն եթե դու իրան ասում ես այդ թիզը ոչինչ, քո պաշտպանության համակարգը փլուզվում է, քո բանակը փլուզվում է, քո ամբողջ եւ դու չես կարող մարդկանց կոչ անել այդքանից հետո գնանք օրինակ չգիտեմ, հայրենիքը պաշտպանենք։ Որովհետև ես միշտ այդ հարցն եմ տվել, լավ, այդքան դուք տենց քարոզում եք, այդքան խարխլում եք։ Հիմա եթե էլի, հիմա ինչ որ քաղաքների օրինակներ բերեմ, Աստված հերու պահի, ուղղակի մեկ-մեկ ինձանից նեղվում են, օրինակ վանաձորցիք նեղվել էին, ասում են, ինչպես միշտ, երբ որ բերում է այդ օրինակը, որ մենք խփեցին Գանձակին, Ադրբեջանը Վանաձորին օրինակ պատասխան չխփեց եւ ինչի էր դա այդպես, նրան մեն ասում են անդադ Վանաձորի օրինակն ես բերում, բայց դե հիմա այդ օրինակները պայմանական են։ Հիմա եթե թուրքերը մտնում են պայմանական, չգիտեմ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Վարդենիս եւ պետությունը կոչ է անում, ասում են, գիտես ինչ, մտել են, հիմա մենք փորձում ենք ամեն գնով խաղաղության հասնել, չգիտեմ, չենք կարող, չէ, բացառենք նման տարբերակ, որտեղ եթե բացառենք, էլ ինչի համար ենք ընդհանրապես պաշտպանություն կառուցում, պետությունը կոչ է անում, այդ նույն հանրային գործիչները կոչ են անում, ինչի պետք է մարդը գնա, ինքը կասել է մի րոպե, դուք ինձ ասում եք, որ այդ ոչ մի թիզ հողը էական չի, դուք ինձ ասում եք, որ մենք մեկա չենք կարող կռվել եւ իմաստությունն է նա, որ մասը զիջենք ամբողջի դիմաց, որտեղ իրանք ավելի ուժեղ են։ Դե գնա զիջի։ Ինչի՞ պիտի ես գնամ մեռնեմ, հանունը սենց անորոշ կասկածելի հանուն դե կստացվի, չէ, նպատակի չի կարող նման բան լինել։ Ռեալ չի կարող, դու չես կարող մարդկանց կոչանել, նույնիսկ շատ հայրենասեր մարդիկ
Եթե ասենք իրանք կողմն ասել մի րոպե, ես չգիտեմ ինչ ես դու ինձ ուղարկում, ես գնում եմ այնտեղ կամ մեռնեմ կամ ապրեմ, բայց տենց ոնց որ այդքան հստակ չէ այդ ամեն ինչը, որտեղ թե եթե չստացվի մենք կարող ենք ու զիջենք։ Ինչ ա եղել, որ խնդիրը ո՞րն է։ Հասկանում եք, ոչ թե պարտվենք զիջենք, այլ ի սկզբանե դրված է արդեն, ոչ թե ծայրահեղ իրավիճակ, բան, այլ ի սկզբանե դրված է, որ դա նորմալ է, պետք չի այդ ամեն թիզից կարճել։ Իսկ թե որտեղ այդ թիզը սկսվում եւ ավարտվում, ասում եմ, դա անսահմանելի է, ոչ ոք չի կարող սահմանել։ Ինչ որ մի գյուղ ա դա, երկու գյուղ ա դա, 10 գյուղ ա, քաղաք ա, փոքր քաղաք ա, մեծ քաղաք ա, ի վերջո չգիտեմ։ Իսկ այդ ամբողջը որն է, Երևանն է ամբողջը, հանուն որի կարելի է մաս թիզ ամբողջ Հայաստանը զիջել, թե օրինակ Երևան Սևան Մայրուրին է եւ դրա շրջակայքը, գուցե Գառնի Գեղարդն էլ մեջը, մենք տենց մեկ սև հումոր էինք անում ստեղ դեռ սկզբի շրջանում, դե որ հա տենց շատ բան պետք չի էլի, Երևանը պահենք, այդ հատվածը աշտարակի ձոր, ուրեմն Սևանի Մայրուղի, չգիտեմ, Գառնի Գեղարդ, հա դե կարող է, որտեղ շատ մարդկանց համար Հայաստանը այդքանն է, ավել տեղ չեն էլ լինում։ Միգուցե դա է այդ ամբողջը կամ որն է, մի հատ սահմանեք էլ այդ ամբողջի սահմանումը տվեք։ Իսկ կարող Երևանի կենտրոնն է կամ կենտրոնը Արաբկիի հետ միասին, հասկանում եք, մարդ պաշտպանական համակարգը դու ի սկզբանե դնում ես կասկածի տակ, մարդը արդեն չի գնում եւ կռիվը չի սիրում այդտենց ինչ որ անորոշություններ, երանգներ, պաշտպանությունը երկրի չի սիրում։ Դու կամ ես դնում, եթե մարդը գնում է կռվի, ինքը պետք է իմանա, որ կամ դու իրան տենց կարգախոսներ կարող ես միայն տալ եւ պատահական չէ որ բոլոր պետությունները առաջադեմ, հետադեմ, դեմոկրատական, ավտորիտար կապ չունես աշխարհի երեսին գոյություն չի ունեցել պետություն, որը պատերազմի ժամանակ իր քաղաքացուն չի ասել ոչ մի թիզող թշնամուն։ Կարողացել է դրան հասնել, թե չէ, դա այլ հարց է, բայց կարգախոսը միշտ դա է եղել։ Չի կարող պաշտպանության կարգախոսը լինել, չէ, ոչ մի թիզականությունը վատ բան է, ցանկալի է չտալ, բայց եթե չստացվի ոչինչ կտանք, մասը ամբողջին իմաց կտանք։ Նման բանի շուրջ չես կարող կառուցել եւ դու խարխլում ես նախապես մարդկանց ներշնչելով, որ դա հեգնելի հետա մնաց բան է, դու արդեն դրանով մի կողմից ասում եմ տարածքային ամբողջականության սկզբունքը կասկածի տակ դες որտեղ դա այդ է ուրիշ ոչի մար տարածքային ամբողջականություն սկզբունք հավասար է ոչ մի թիզով եթե դա հանում ես ինքը չի մնում էլ այդ ամբողջականությունը չի մնում մի միլիմետր էլ հանում ես դրանից ինքը չկա գոյություն չունի էլ որպես սկզբունք որտեղ պարզ չի մինչև ուրա հասնում ուրա ավարտվում այդ քո ասենք դե ոչինչ մի քիչ էլ տանկը եւ նույնը պաշտպանության համակարգը նույնպես խարխլվում եւ փլուզում է դու չես կարող մարդկանց կոչանել երկիրը պաշտպանել Եվ այսօր փաստորեն մենք պաշտոնապես հենց այդ փիլիսոփայությունն է, այսօր մեր պաշտոնական փիլիսոփայությունը, քաղաքական մոտեցումը, որտեղ այսօր ամենաբարձր մակարդակով Հայաստանում ասվել է, այսօր ասելով անցած տարվա մեջ օրինակ, որ մենք ուրեմն այդ օկուպացված տարածքները Հայաստանի, հա, դա Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքի, ուրեմն մարզում կան գիտեք տարածքներ, որոնք 20 թվից հետո արդեն խոսքը 20 թվից հետո թուրքերի կողմից զբաղեցված այս արդեն Հայաստանի այդ 29000 ու ինչքան քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը տարածքները պաշտոնապես հայտարարվել է ամենաբարձր մակարդակով, որ մենք դա երբեք ռազմական գործողությամբ ուժային միջոցով հետ չենք վերադարձնի։ Ու այսինքն դա նշանակում է փաստացի հրաժարվել այդ տարածքներից, որտեղ եթե դու ասում ես դա երբեք ուժով չեմ վերադարձնի Նշանակում է դա թողնում ես կամ դիմացինի, այսպես ասած, բարությանը կամ միջազգային հանրության հույսին, որը գիտենք ինչով է ավարտվում։ Պարզ է, որ դու դրանից հրաժարվում ես եւ այս նույն փիլիսոփայությունը դա թիզ է, էլի ոչինչ։ Փաստացի մենք եկեք մենակ թե, այսպես ասած, պատերազմ չլինի, մենակ թե բան չլինի, թիզա թողնենք, բայց փաստացի դու քո այդ նույնիսկ այդ քո գովելի, այսինքն որ ասում եք իրական Հայաստան, այս սահմանները դրանից էլ ես հրաժարվում փաստացի եւ Պարզ չի, թե որտեղ ես դու պատրաստ կանգ առնել, եթե դու ուժային գործողությամբ դու հայտարարում ես քո թշնամուն կամ այսօր գուցե արդեն թշնամի չի, չգիտեմ ինչա, հայտարարում ես, որ դու ուժային գործողությամբ դրանք երբեք չես պատրաստում հերձվեցնել, բացառում ես, իսկ եթե օրինակի համար, չգիտեմ, ելին ինքը խորանում է ավել,
դա էլ է բացառում, որտեղ ես դնում սահմանը, այսինքն կորում է քո պետության սահմանը, կորում է պետության սահմանը, կորում է տարածքային ամբողջականության սկզբունքից։ Եթե ինքը մտնում է, ասենք, որովհետև շատ մոտ են նույն էլի 1000 ներողություն ջերմուկցիներից, շատ մոտ են ջերմուկին, իսկ եթե մտնում է ջերմուկ, իսկ եթե մտնում է կապան, որին էլի շատ մոտ է, իսկ եթե այդտեղ է մտնում, ինչ ես դու ասում, էլի բացառում ես, թե չես բացառում, իսկ ինչու ես բացառում կամ չես բացառում, սկզբունքը պարզ չի։ Եվ այսօր սա մեր պաշտոնական մոտեցումն է, հասկանում եք, այս ոչ մի թիզականության հեգնումը դառել է պաշտոնական մոտեցումը, դառել չարիք ըստ էության պետության սկզբունքի ժխտում։ Սա արդեն քաղաքականություն է, ոչ թե ուղղակի չգիտեմ ինչ որ միջոցառում, քննարկում, խոսակցություն։ Եվ նույնը էլի կարող ենք օրինակներ բերել, թե ինչպես է դա դառել պաշտոնական մտածողություն, օրինակ, երբ որ նույն 24 թվի ոսկեպարի եւ այդ շրջանի դեպքերի ժամանակ հիմա կասեն դե գիտեք ինչ դա քարտեզով արդեն սովետական Հայաստանինը չէր, դա սովետական Ադրբեջանին էր, թողնենք մի կողմ այդ բոլոր խոսակցությունները, բայց պաշտոնական հիմնավորումը հիշեք, ինչի պետք է մենք զիջենք այդ դիրքերը, էական չի հիմա թող լինի սովետական Ադրբեջանի տարածքը, որովհետև այլապես Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը մեր վրա կհարձակվեն։ Էլի մի կողմ թողնենք, որքանով դա իրականությանը համապատասխանում է, ես վստահ եմ, որ ամեն այնպես Թուրքիայի ու Պակիստանի մասով ոչ մի կերպ չէր համապատասխանում, Ադրբեջանի մասով էլ չգիտեմ, որքանով էր դա ճիշտ, որքանով սխալ, միգուցե կար ճշմարտության մտիկ, բայց երբ որ դու այդ հիմնավորումն ես բերում, այսինքն կհարձակվեն ու դրա համար մենք պետք է ինչ-որ բան զիջենք, ինչ-որ բան տանք, թեկուս սովետական Ադրբեջանի տարածքից, բայց նույն տրամաբանությամբ դու կարող ես ասել նույն տրամաբանությունը շարունակվում է, որովհետև ասենք իսկ ով ասած, եթե հարձակումն է խնդիրը, եթե պետությունը, որի գլխավոր ֆունկցիան իր տարածքը եւ իր բնակչությունը պաշտպանելն, ասում է դե պիտի հարձակվեն, ուրեմն պիտի տանք, եթե դա է սկզբունքը, կարևոր չի ինչ տարածքի մասին է արդեն խոսքը։ Դա դառնում է այդ պաշտոնական արդեն մոտեցում, այդ հիմնավորմամբ գաղափարական, այդ ընդդեմ ոչ մի թիզականության։ Սա սկսում է գործել եւ էլի խարխլում է, քայքայում է պետության ֆունկցիան որպես այդպիսին։ Պետությունը չի կարող իր քաղաքացիներին ասել, եթե ես չզիջեմ իմ տարածքից մի բան, իրանք ին վրա կհարձակվեն, որտեղ այդ դեպքում դա պետություն չի, պետությունը երաշխավորն է, անվտանգության պետությունը դա է, այդտեղից է սկսվում եւ ինքնիշխանությունը այդտեղից է սկսվում, առանց դրա չկա ինքնիշխանություն, կա վարչական ինչ որ կառավարման տարածք։ Այսքանը սկզբունքի մասին։ Հիմա մի քիչ ժամանակ մնաց, ես ամեն դեպքում ուզում եմ, որովհետև շատ եմ սիրում այդ Տիգրան Մեծի օրինակը բերել, չգիտեմ ինչի, դե ես ուզում եմ մի փոքր դրան էլ անդրադառնամ։ Իհարկե, բուն իսկ համեմատությունը մեր եւ Տիգրան Մեծի ժամանակների, դա ընդհանրապես ինքնին շատ դեմագոգիկ մոտեցում է։ Ես ռուս-թուրքական վանդակի ժամանակ էլ կարծեմ ասել եմ, որ դարձ պատմական համեմատությունները, ես ինքս բնականաբար գիտեք ինչքան եմ սիրում պատմական համեմատություններ, բայց չափից ավելի զգույշ պետք է մոտենալ դրանց։ Եվ եթե դու սկսում ես համեմատել մի պատմական իրադարձություն մյուսի հետ կամ անցյալի իրադարձություն ներկայի հետ, դու պետք է նախապես շատ պայմաններ ապահովես, որպեսզի դրանք համեմատելի լինեն։ Եվ առավել եւս, եթե խոսքը ինչքան ավելի հին ժամանակների մասին է, խոսքը այդքան ավելի պետք է գերզգույշ մոտենաս եւ հիմնավորես, որ սրանք համեմատելի են։ Երբ որ համեմատաբար իրար մոտ են, ասենք մենք օրինակ ռուս-թուրքական վանդակում համեմատում ենք մոտ 100 մի քիչ մեկ ավել, ասենք մինչեւ 150 տարվա պատմությունն էինք հիմնականում համեմատում, դա ավելի հեշտ է, էլի պետք է պայմաններ այդտեղ բանանես, ապահովես, բայց համեմատաբար հեշտ է։ Բայց գնալ մեր թվարկությունից առաջ հասնել Տիգրան Մեծ, ու հասկանում եք Տիգրան Մեծի ժամանակը մեծ ռեալ պատկերացնեք եւ մեր ժամանակը ապրած, ասենք, ինչ ահռելի տարբերություն է։ Իհարկե միջազգային հարաբերությունների սկզբունքները գրեթե նույնն են մնացել, այդ չի հարցը, բայց ասենք տեխնոլոգիաները, մարդկանց ապրելաձևը եւ այլն, այդ ամեն ինչը պետք է հաշվի առնես, ասենք, չգիտեմ, տարածությունները օրինակ այսօր, չգիտեմ, կամ ասենք հաղորդակցության միջոցները դրանք այնքան ռադիկալ տարբեր են, որ պիտի միշտ մտքում պահես, եթե ուզում ես համեմատություն անես, եթե շատ այնս կոպիտ ասած վիզ պետք է, բայց պիտի 1000 ու մի ապահովագրում անես։ Բայց լավ, ինչև է դա բարձա իրանց չի հետաքրում, իրենք զու դեմագոգիայի համար են դա սիրում անել։ Հիմա եկեք մի հատ մյուս մակարդակի իջնենք ու հասկանանք, որ երբ որ իրենք խոսում են, դեռ կողմ թողած դրանք իրական զիջումներ էին, թե չէ Տիգրան Մեծի կողմից։ Գիտեք թե ինչի մասին ասում, հա, երբ որ Պոմպեոսը եկավ, Տիգրան Մեծը
գնաց նրան ընթառաջ, պայմանագիր կնքեց եւ զիջումներ անեց, որպեսզի փրկի իր թագավորության մնացած մասը։ Այս նրա մասին է խոսքը։ Նախ մի հատ երկրորդ մակարդակ ենք իջնում եւ հասկանում ենք, երբ որ մենք խոսում ենք Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանի եւ այսօրվա Հայաստանի մասին, մեծ հայքի թագավորության, որը այսօրվա մեր Հայաստանից, չգիտեմ, չեմ կարող այդպես քանակային համեմատություն, այս պայմանական մի 10 անգամ հաստատ ավելի մեծ է։ Բոլոր քարտեզով պատկերացնում մեծ հայքն ենք վերցնում, դեռ Տիգրան Մեծի այդ կայսրությունը չենք վերցնում, բուն մեծ հայք, այսինքն ինչ որ Տիգրան Մեծը ժառանգել էր իր նախնիներից եւ ինչ որ ժառանգություն թողեց իր հետնորդներին եւ այսօրվա Հայաստանը նույն բանը չեն կներեք։ Երբ որ դու մի 150,000 200,000 քառակուսի կիլոմետր տարածք ունես եւ թեկուզ ստիպված այդ տարածքից ասենք մի գավառ է զիջում, չնայած կտեսնենք որ նույնիսկ այդ չի եղել, բայց ենթադրենք մի գավառ զիջում, դա կներեք մի բան է։ Երբ որ դու խոսում ես մի փոքրիկ 30,000 քառակուսի կիլոմետրի մասին, դա բնականաբար նույն բանը չի ստեղից զիջումը եւ ընդեղի զիջումը տարածքային։ Եթե նույնիսկ մոռանանք բոլոր այդ սկզբունքները եւ այլն, ուղղակի ասես վերցնենք շուտ 4, ասենք գործնական հողի վրա, դա նույն բանը չի, ոնց որ մեկը ասենք, չգիտեմ, միլիոնատերը լինի $10,000 կորցնի, դա իր համար մի բան է, մյուսը ասենք ընդհանուր ունենա չունենա $5,000 ունենա, $1,000 կորցնի, տարբեր բաներ են, համեմատելու չեն, միլիոնատերը կարասի լավ դե $10,000 լավ ափսոս էր, բայց կորավ գնաց։ Բայց ասենք $5,000 ունեցող մարդը $1,000-ի մասին տենց հեշտությամբ չի ասի կորավ գնաց։ Էդ ինչ ունենք մենք, էդ եմ ուզում նաև հասկանամ, էլի, որ ասում են տենց մաս, էդ ինչ մի տարածք ունենք, որ մի հատ է մասը ամբողջի դիմաց, մի հատ էլ դե թիզ է, մեր համար ամեն ինչը, ամեն մի թիզը մենք բան չենք, էլի Զայիր չենք, Ռուսաստան չենք, չգիտեմ, Չինաստան չենք, ամեն մի թիզը կարևոր է, նաև այս երկրի պաշտպանության տեսակետից։ Այսինքն այդ ինչ ունենք, որ մի հատ էլ զիջենք, ինչ որ ունեցել ենք, մենք այդ նույն իդե փիլիսոփայությամբ էլ մեծ հաշվով զիջել ենք։ Ինչ է մնացել, որ մի հատ էլ տես մեծ խոսում ենք, հո զիջենք, բան ինչ ունես զիջելու, այ քուցավտան փող չունես, ջեբդ, բայց բանես, քեզ միլիոնատերի տեղ ես դնել այդ դրամաբանությունը, Տիգրան Մեծի Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը, մեծ հայքը, համեմատել չունի երկրորդը, Տիգրան մեծ հայքից ոչ մի թիզող չի զիջել, ոչ իման ինք չի զիջել։ Այն զիջումները, որոնք վերաբերվում են Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի ռոմեական զորավոր պայմանագրի, վերաբերում են բացառապես մեծ հայքից դուրս ոչ հայաբնակ տարածքներին, այսպես կոչված նվաճումներին Տիգրան Մեծի։ Ինչ եմ ասում այսպես կոչված, որտեղ մենք նույնիսկ այդ հարցում մինչև հիմա հետևում ենք թշնամական ըստեյության քարոզչությունը, Ռոմա Հայաստանի թշնամիներ, Ստրաբոնը Հռոմի պատմիչներ, թշնամական քարոզչությունը արձանագրել որպես պատմություն, Տիգրան Մեծին ներկայացել է որպես ագրեսոր, այսինքն նվաճող ենք մենք ասում, ինքը ներկայացել է որպես ագրեսոր, ուրիշների հողեր գրավող, ոնց որ եւ Արտաշեսին է ներկայացել, մենք էլ մինչև հիմա հալած յուղի տեղ ենք ընդունում, մի հատ էլ հպարտանում ենք, ասենք Տիգրան Մեծը նվաճող էր, ասենք Չինգիզ խաներ, ոչ, այդպեսի բան չի եղել։ Տիգրան Մեծը իհարկե միացրել է Հայաստանի, չի միացել Հայաստանին, կայսրություն է ստեղծել, դրանք Հայաստանին իրավաբանորեն չեն միացել այդ օրինակ Սիրիայի տարածքները, ինքը պաշտոնապես իր քաղաքականություն նվաճում չի եղել, ինքը գնացել է ուրեմն Անտիոքի գահին, Սելևկյանների գահին նստել է տեղի իսկ բնակիչների խնդրանքով, հասկանում եք, դա իրավական այդպես է ձևակերպում, այդպես է եղել, այսինքն ինքը չի նվաճել ուրիշ հող, իրան խնդրել են, ասել են մեր թագավորները, մեր թագավորական դինաստիան թուլացել է, ընդհանրապես գոյություն չունի, այնտեղ լեգիտիմ չի, դու ես մեր լեգիտիմ թագավորը եւ ինքը գնացել է որպես լեգիտիմ թագավոր Սելևկյան գահին նստել է եւ Հայաստանն ու այդ Սելևկյան պետությունը չեն միացել պարզապես մեկ թագավոր են ունեցել, ինչպես միջնադարում հնում շատ է եղել։ Փաստացի դա իհարկե հետագայում եթե մնարկը միավորվեին, բայց իրավական տեսակետից դա եղել Տիգրան Մեծը իրավական տեսակետից ագրեսիա չի արել, նվաճում չի արել, ուրիշի հող չի վերցրել։ Այն բոլոր զիջումները, որոնք Տիգրան Մեծը արել է, դրանք եղել են այդ այսպես կոչենք հիմա այսպայն հավելյալ տարածքների հաշվին, որոնք հայկական չեն եղել, հայաբնակ չեն եղել, մեծ հայքի մաս չեն եղել։ Սա է եղել Տիգրան Մեծի զիջումները, մասը ամբողջի դիմաց, դա ոչ Արցախ է, ոչ Հայաստանի Հանրապետության որևէ տարածք է, այսինքն դրանք հայաբնակ տարածքների մասին ենք մենք խոսում, ոչ էլ մեծ հաշվով ինչ որ մի տենց անվտանգության գոտի էր մեծ հայքի համար։ Մեծ հայքը առանց այդ լավ կլներ, որ այդ տարածքները միանային,
սերտաճային մեծ հայքի հետ, ավելի հարուստ կլինեինք, ավելի sense լավ կլինեինք, բայց այնց էլ չէր, որ կյանքի ու մահվան հարցեր կամ կենսական հարցեր կամ անվտանգության, չգիտեմ, ինչ թեմա էր, հա։ Այսինքն սա է զիջվել, չմոռանանք։ Ոնց որ ասենք մենք հիմա չգիտեմ, գնայինք հասնենք Բաթում, հետո Բաթումը մեծահոգաբար զիջեինք, ասենք զիջեցինք Բաթումը, հա, լավ կներ որ Բաթումը մերը լիներ, բայց դե եթե չստացվեց, զիջեցինք, դա նույնը չի, որ դու ասենք, չգիտեմ, թեկուզ նույն Արցախը զիջես, հայաբնակ տարածք, այդքան բան, եւ անվտանգության համար այդքան կարեւոր։ Եվ մյուսը դե հա Տիգրան Մեծը շատ յուրահատուկ իրավիճակում է այդ ուրեմն բանին գնացել, այդ քայլին գնացել, շատ յուրահատուկ իրավիճակում, որում մենք չենք հայտնվել, որովհետեւ մինչև այդ ինքը երբ որ նախորդ հռոմեական զորավարը Լուկուլոսը արշավել էր Հայաստան, Տիգրան Մեծը դիմադրեց մինչև վերջ եւ Լուկուլոսը Հայաստանից գնաց եւ փաստացի Տիգրան Մեծը չի պարտվել, էլի Ստրաբոնը ինչքան էլ չափազանցված է բաներ նկարագրի, փաստը նա է որ Լուկուլոսը ոնց մտավ Հայաստան, տենց էլ դուրս եկավ, պատերվակ բռնելով վատ եղանակ, որ ցուրտ էր, մրսում էին զինվորները, թողեց գնաց։ Տիգրան Մեծը Պոմպեոսի հետ այդ քայլին գնացել է միայն այն ժամանակ, երբ որ միաժամանակ եւ հռոմեական կայսրությունը եւ թուրքից Իրանը, այն ժամանակ Պարթևների տերությունն էր, հարձակվել է Հայաստանի վրա եւ ավելին Հայաստանի ներսում այդ երկու ուժերը դաշնակից են ունեցել իդեմս Տիգրան իսկ մեծի ժառանգորդի տղայի Տիգրան Կրտսերի, այսինքն ներքին նաեւ ապստամբություն է, դա մենակով պարզա չի ապստամբել, այսինքն ինչ որ նախարարներ միացել, այսինքն 3 գործոն է միացել, 2 արտաքին եւ մի հատ ներքին, եւ այդ իրավիճակում Տիգրանը կողմնորոշվել է, ասել է որ տենց է, այդպես է, գնում եմ այդ Սիրիա եւ այլն հանում եմ հաշվից, մեծ հայկը թողնում եմ, այս մնացած հարցերն էլ լուծում եմ։ Եվ դա էլ եմ ասում նույնը չի, հիմա կասեմ, բա մեր վրա էլ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Պակիստանը հարձակվեցին, չէ, այդ նույնը չի։ Մտքներովդ իսկ չանցնի։ Նախ մենք մեր պայքարում էլի մանրամասն վերլուծել ենք, թե այդ կռվի կոնֆիգուրացիան ինչպես է եղել, ով իրականում հարձակվելով չի հարձակվել, ում դեմ մենք իրականում կռվել ում չէ, հիմա չեմ ուզում նորից անդրադառնամ, հղում տալիս եմ այդ հաղորդումներին կարող եք նայել, բայց նույնիսկ եթե Պակիստանով եւ այլնով մեր վրա հարձակված լինեին, այդ ժամանակվա կտրվածքով հռոմեական կայսրությունը եւ պարթևական տերությունը աշխարհի այդ ու աշխարհ ասելով այն ժամանակվա աշխարհի երկու գեր տերություններն էին։ Այսինքն սա մոտավորապես նույնն է, Հայաստանն էլ փոքր տերություն չէր, կարելի ասել այսօրվա լեզվով միջին տերություններ, բայց համենայնպես դրանք երկու գերհզոր տերություններն էին, երկուսը, նրանցից դուրս ոչ ոք չկար։ Այսինքն նրանցից հետո նոր գալիս էր ունակ Հայաստանը, չգիտեմ, ասենք նույն Սելևկյանները արդեն շատ թուլացած էին եւ Հայաստանից էլ թույլ փոքր պետություններ։ Այսինքն ոնց որ հիմա, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Օրինակ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին հարձակվել է Իրանի վրա, Իրանը դիմադրում է։ Ինչքան կդիմադրի, չգիտենք, բայց դիմադրում է։ Ոնց որ Տիգրանը դիմադրում էր Լուկուլոսին, չնայած հռոմեական զորքը մեր զորքից ուժեղ էր։ Ռուսները հարձակվել են Ուկրաինայի վրա, Ուկրաինան դիմադրում է։ Բայց եթե, ասենք, Իրանի վրա նույն այսօր հարձակվել միաժամանակ Ամերիկան եւ Չինաստանը, ես կարծում եմ կարող է պարսիկները գնային ինչ որ մի փորձեին ինչ որ մի հաշտության եզր գտնեն, որտեվ մի բանա դու Ամերիկային ես դիմադրում մեկ գերեզոր տերությանը, մի բանա երկուսին միաժամանակ, սա արդեն լրիվ ոչ ու ներսում էլ ապստամբություն ցակեր։ Նույնը ուկրաինացի, ռուսների դեմ կռվում են, ապրեն։ Նույնիսկ ամերիկացիք այդքան հիմա ոնց որ չեն աջակցում, բայց միևնույն է դիմադրում են։ Բայց եթե միաժամանակ Եվրոպան էլ հարձակվեր Ուկրաինայի վրա եւ Ռուսաստանը, դե կարծում եմ նույնիսկ ուկրաինական դիմադրությունը տեղ կասեն մի րոպե, եկեք սրանցից մեկի հետ պայմանավորվենք։ Եվ Տիգրան Մեծը այդ է արել։ Երկու, ուրեմն իր վրա հարձակվել են մեր լեզվով այսօրվա ասած Ամերիկան ու Չինաստանը, կամ Ռուսաստանը, Եվրոպան միաժամանակ, ինքը ասել է գնամ սրանցից մեկի հետ, ում ավելի ընդունել եմ համարում, գնամ սրա հետ խաղաղություն կնքեմ, ասենք չգիտեմ, որ ուկրաինացի գնային, ասեն դե գնանք եվրոպացիների հետ գոնե հաշտվենք, եւ այդպես էլ արեց։ Ինքը գնաց մեկի հետ հաշտվեց եւ մյուսին դրանով չեզոքացրեց եւ այսպես ասած մանտրաշ թողեց, ասենց ասենք, որտեվ այդ պարթևները դրանից շատ բան մնացին։ Հիմա էս է եղել եւ գալ համեմատել սա այսօրվա հետ, տո Արցախյան իրավիճակի հետ, տո այսօրվա Հայաստանի իրավիճակի հետ բացառիկ աբսուրդ է, բացառիկ դեմագոգիա եւ որտեղ որ լսեք որ մեկը գազազելի ասի, բա Տիգրան Մեծն էլ մասը զիջեց ամբողջ իդեմ,
չեմ ասում բռնություն մի գործադրեք այդ մարդու դեմ, ամեն դեպքում ինքը մարդ է, փորձեք իրեն բացատրել ես մի քանի բանը, ասեք խնդրում եմ լսի, բայց լսի մինչև վերջ, այսքան փաստարկը բերեք, եթե այդ փաստարկներն էլ իրան համար համոզիչ չի, ուղղակի իրան ճամփեք, այդ մարդը ադեկվատ չի։ Կամ ինքը դեմագոգ է, կամ ինքը հատուկ ինչ-որ մի հատ քարոզչական միսիա ունի, հեռու մնացեք նման մարդկանցից, նման իմաստուններից, ընդհանրապես գիտեք հայոց իմաստուններից ճակերտավոր պետք է հեռու մնալ, ճամփեք թող գնա իր գործերի։ Այսքանը այսօր, բայց մի բան էլ մնաց, ես ասացի, որ այդ Ղարաբաղյան կարգավորմանը հետ մենք կհասկանանք, որտեղ սկիզբը ստեղից էր, բայց կարող է այդ ամեն ինչը սխալ է, լավ հասկացանք, բայց այ Արցախյան հարցում իհարկե պետք չէր ոչ մի թիզական լինել, այդտեղ պետք էր, որտեղ դե դա մերը չէր եւ այլն, դա այդտեղ տարածքային ամբողջականություն չէր գործում, կփորձենք մի հատ մյուս անգամ դա էլ հասկանանք ու այս թեման այդ ձևով ամփոփենք, մինչեւ մյուս թեմաներին անցնելը։ Այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք մյուս անգամ։